Նայեք, արդեն սկսվում է մեր մացառելան ձևավորվել։ Ամենագեշ աղցանների մրցույթում իմը կհաղթեր, գեղեցիկ գնդիկներ չեղան, բայց դե գոնե համը պետք է լավը լինի։ Վերցնում ենք 3.5 լիտր տնական կաթ։ Կաթի ջերմաստիճանը հասցնում ենք 50-ի ու անջատում ենք։ Անջատելուց հետո վրան ավելացնում ենք լիմոնադթու ու սկսում ենք խառնել։ Լիմոնադթուն ավելացնելուց հետո նայեք կաթը սկսվում է մակարդվել ու անջատվել սիճուկից։ 10 րոպե անցնելուց հետո պանիրը հանում ենք, լավ քամում ենք, իսկ սիճուկը միացնում ենք, որպեսզի տաքանա ու հասցնում ենք 80 աստիճանի։ Վերցնում ենք պանիրը, հիմա պետք է պանիրը մեջը հալացնենք, հագնում ենք ձեռնոցները, որպեսզի չվառենք ձեռքերը։ Եթե շատ զգայուն են ձեռքերը, կարող եք 2 տակ հագնել, որտեվ շատ տաք է։ Ձեռքերը սառացնում եք սառը ջրի մեջ ու սկսում ենք այսպես ձգել, ձևավորել պանիրը։ Իմ մոտ հարթ գեղեցիկ չստացվեց, չգիտեմ, երևի թե երկար տաք ջրի մեջ պահեցի։ Ոչինչ, հաջորդ անգամ կստացվի։ Հույսով եմ գոնե համն է ստացվել։ Գրեք մեկնաբանություններում ինչն եմ սխալ արել։ Ինձ թվում է երկար ջրի մեջ պահեցի տաք, դրա համար չստացվեց գեղեցիկ կլոր աղսև բիբար ու զեյթունի ձեթ։ Փորձենք տեսնենք գոնե համը լավն է։ Համը 10+։ Բրավո, շատ համով է։ Մի անգամ էլ կփորձեմ պատրաստել, որպեսզի հասկանամ, որ մասում էի տեխնոլոգիան սխալ արել։ Իսկ եթե դուք հասկացաք, գրեք մեկնաբանություններում։ Ինձ թվում է երկար տաք ջրի մեջ պահեցի, ինքը եփեց ու ավելի տենց էլաստիկ չեղավ։ Միգուցե կարող է կաթից։ Մինչ նոր հանդիպում։